Բարև հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Ոնց եք։ Ուրեմն եկեք խոսանք մի հատ հետաքրքիր թեմայի մասին, հետընտրական անհանգստություն կա, կարելի է ասել, ԲՀԿ-ն Բարգավաճ Հայաստանը իր 4%-ն է փորձում վերականգնի, բողոք են ներկայացրել, համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ մի շարք կուսակցություններ, որքան հասկացա, Ուժեղ Հայաստանը քննարկում է մանդատները պահելու հարցը, հանրությունն ասում է մանդատները մի վերցրեք, մի մտեք Նիկոլի մոտ աշխատեք որպես падգամավոր, ինչի հետ ես իհարկե համաձայն եմ, բայց դա իրանց որոշելիքն է, հատկապես այդքան էլ հեշտ չի հասնել այդտեղ, այդքան արդյունք գրանցելու, բայց այնպես բարոյական ճնշում իրանց նկատմամբ կա, բավականին կիրճ ձևով իհարկե, բայց համենայն դեպս ճնշում կա։ Հակոբը Բադալյան, վերլուծաբան, լրագրող, իմ կողմից շատ հարգված է ինքը, Հակոբն ասում է, չէ, մանդատները պետք է վերցնել, ես շատ խորությամբ չեմ հասկանում Հակոբը խիա տենց ասում, բայց Հակոբի խոսքը իմ համար շատ հեղինակավոր է եւ շատ ծանրակշիռ է, այնպես որ մտածում եմ, որ Հակոբն ասում է, որ դա լուրջ քայլ կլինի, իսկ այդ մանդատ դնելը մի քիչ ավելի շատ sense ոնց որ տրենդի մեջ էլի ժողովրդական համակրանքին արժանանալու համար կարելի է, բայց լուրջ գործերը պահանջում են մանդատ վերցնել։ Ես չգիտեմ մի խոսքով, դրանք ուրիշ հարց են, ինչ եմ ես առաջարկում ու վերնագրել եմ այս հաղորդումը, սահմանադրական հեղափոխություն։ Ինչի մասին է խոսքը։ Ամենևին փոխաբերական իմաստով չեմ ասում եւ ամենևին ուտոպիստական բաների մասին չեմ խոսում։ Տեսեք ինչի մասին է խոսքը։ Ինչ ենք մենք ասում։ Ինչի 49% ձայն հավաքող ուժը պարլամենտում ստանում է 61 մանդատ։ Ինչի պետք է, չգիտեմ, երրորդ անգամ, երրորդ ժամկետ 8 տարի իշխանավարելուց հետո վերարտադրվի իշխանությունը։ Ինչի պետք է իրավապահները այս աստիճան գործադիրից կախված լինեն, այս աստիճան ենթարկվեն Նիկոլին։ Ինչի պետք է ուսապարկերով լցված լինի պարլամենտը։ Ինչի պիտի մեր ժողովուրդը այս աստիճան պառակտվի իրար մեջ եւ այլն եւ այլն։ Ու էլի բազմաթիվ հարցեր։ Ինչի պետք է մի հոգի իր որոշումով Թրամփի միջանցք ստորագրի։ Ինչի։ Մի հոգի։ Ինչի պետք է մի հոգի պատերազմի ժամանակ միանձնյա բանակցի Պուտինի հետ պատերազմը կանգնեցնելու մասին, Մակրոնի հետ, Թրամփի մոտ գործողի իր արտգործ նախարարին ու նույնիսկ ազգային անվտանգության ծառայության փաստացի ղեկավարը այդ ամեն ինչի մասին չիմանա 40 օր շարունակ, որ տարբերակներ կան պատերազմը դադարեցնելու։ Անverջ կարելի է ասենց ինչիներ ասել, սկսած մեր այս ընտրություններից, ու այս բոլորի պատասխանը մեկն է, որովհետև սահմանադրության մեջ այդպես է գրած, որովհետև այս սահմանադրությունը, որով մենք հիմա ապրում ենք, ոչ թե մեզ որպես ժողովուրդ, որպես ազգ, որպես պետություն բարձրացնում է, հղկում է, մշակման է ենթարկվում լավ իմաստով, այլ հակառակը, մեզ այլասերում է, մեզ փչացնում է, եւ փչացնում է մեր իշխանություններին։ Այո, գրած է, որ իշխանության մեջ, չգիտեմ, դատարաններն անկախ են, ազատ են, բայց մեխանիզմներ կան, որով դատարանները անկախ ու ազատ լինեն։ Այո, գրված է, որ պարլամենտը վերահսկում է գործադիր մարմին, այնինչ պարլամենտը ձևավորվում է մի հոգով, 3 հոգով, հենց հիմա այն ինչ հրապարակվել է, լավ, եթե Ծառուկյանի ձայներն էլ վերականգնվեն, Ծառուկյանով, Քոչարյանով, Սամվել Կարապետյանով, երկքաղաքացի եւ Նիկոլ Փաշինյանով 4 հոգով 101 մինիմում 101 մանդատի տեր են դառնում։ Էսի մի գրած է մեր սահմանադրության մեջ։ Դու ասա որ գիտես ինչ կա, պարլամենտը նրա համար է, զարգացած երկրներում ունենց որ պարլամենտը վերահսկում է վարչապետին։ Այն գետ պարլամենտն ում շունն է վերահսկի վարչապետին։ 4 հոգի մարդ են, 4 հոգի տվին իրար, ամեն մեկը իր մոբիլիզացրած ընտրազանգվածով, ինչ որ արդյունքի են հասել, խախտումներով, խարդախություններով, սպեկուլյացիաներով, մանիպուլյացիաներով, դա լիքը ացիակ է, էլի։ Ու ստացել ենք այս արդյունքը, ինչի, որտեղ այդպիսին է մեր սահմանադրությունը։ Իրականում հեղափոխություն ասվածը
Ինձ խելոք մարդիկ ասել են սա։ Հեղափոխությունը ասվածը դա հասարակարգի փոփոխությունն է։ Դա իշխանությունների փոփոխությունը չի։ Հա, մեր ժողովրդի վրա դա ծախեցին որպես իշխանությունների փոփոխություն։ Թավշյա, ոչ բռնի եւ այլ եւ այլն։ Այն այդ հեղափոխությունը դա հասարակարգի փոփոխությունն է, խորքային փոփոխություններ են երկրում, մշակույթում, կենսակերպում, իրավական, կառավարման, պետական համակարգերում, քաղաքական համակարգերում։ Դա լրջագույն փոփոխություններ են։ Մենք հեղափոխություն ապրել ենք։ Ոչ։ Եղել է իշխանապողություն, հա, մի երկու բան խելքի է եկել, այո, մեծ բաներ կորցրել ենք, փորձանքի ենք եկել, այո։ Ոնց է այս հարցը լուծվում, սահմանադրություն փոխելով։ Այսքան քաղաքական ուժեր ունենք։ Այսքան մեր ուժերի մեջ իրավաբաններ կան, ավելին, Էդմոն Մարուքյանը իրավաբան, Արման Թաթոյանը իրավաբան։ Ելով ունենք տեխնացուների մեջ իրավաբան։ Միտես չի գալի։ Բայց ամեն մեկն էլ լրջագույն իրավաբան դեպուտատներ ունեն, տեխնացուներ ունեն համենայն դեպս, խորհրդատուներ ունեն։ Մեկի մտքով չեք անցնում, ժողովուրդ, մեկի մտքով չի անցնում, որ եկեք կարող է սահմանադրությունը փոխենք։ Կարող է իսկականից հեղափոխություն անենք երկրում խորքային, որովհետև հասարակարգի փոփոխությունը, քաղաքական պետական կարգի այդ փոփոխությունը իրավական տեսանկյունից կոչվում է սահմանադրական կարգի փոփոխություն։ Սահմանադրական կարգը որտեղ է ամրագրվում։ Սահմանադրության մեջ, որտեղ ոչ միայն հռչակագրային բարեմաղթանքի ձևով, կենացի ձևով գրածա որ սենս պետք է լինի, այլ նաև մեխանիզմները հստակ նշվում, որոնք երաշխավորում են, որ այտենց կլինի։ Այսինքն, երբ որ գրել ենք օրինակ, որ սահմանադրության անփոփոխելի հոդվածն է, երկու հոդված կա անփոփոխելի։ Եվ մի հոդված էլ, որն ասում է, որ այդ երկու հոդվածը անփոփոխելի է։ Դա մեկը, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է, սոցիալական, իրավական, ժողովրդավարական եւ անկախ։ Մեկ այդ հոդվածն է։ Մյուսը, որ ասում է, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հիմա գրած է բարեմաղթանքով։ Տակը որ կարդում ես, իշխանությունը որտեղ է պատկանում ժողովրդին։ Օրինակ այդ երկրորդ հոդվածն ասում է. ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է ընտրություններով, այս ընտրությունների ժամանակ իրոք ժողովուրդը իշխան էր։ Գնաց որոշեց երկիրը ով պետք է ղեկավարի։ Այո, ընտրություններով։ Հանրակրվեներով, հանրակրվեի երեսը չենք տեսել։ Արդեն մի քանի տասնամյակ մենք հանրակրվեի երես չենք տեսել։ Այսինքն ժողովուրդի իշխանությունը չի իրացրել, չէ՞։ Հանրակրվեով գոնե։ Տեղական եւ պետական ինքնակառավարման եւ սահմանադրությամբ նախատեսված այլ պետական մարմիններով։ Լավ։ Կարդացինք, չէ՞ ինչա գրած։ Ну, ցիտեցի, լավ։ Մեկ էլ ներքևը 200 չգիտեմ որ հոդվածն է։ Ասում է հանրակրվեի համար, որպեսզի օրինակ նոր սահմանադրություն հանրակրվեի դնի ժողովուրդը 200 թե 300,000 ձայնա ստորագրահավաքանում, ստորագրությունը հավաքում եւ դիմում է խորհրդարանին, պարլամենտին, որպեսզի պարլամենտը 3/5-ով, 2/3-ով հաստատի հանրակրվեի դնելու հարցը։ Գրած է որ ժողովուրդը նախաձեռնում է հանրակրվե, բայց պարլամենտն ասում է հանրակրվեն ալնի թե չէ։ Ստե որտեղ է ժողովրդավարություն, ստե որտեղ է ժողովրդի իշխանություն։ Եթե հանրակրվեն էլ պետք է խորհրդարանն ասի, ժողովրդի կողմից առաջ քաշված։ Այդ նույն հանրակրվեն պարլամենտի կողմից առաջ քաշված էլի խորհրդարանը պետք է ասի։ Իմ իշխանությունը թե որտեղ է։ Ժողովրդի իշխանությունը թե որտեղ է։ Այսինքն մեխանիզմ չկա։ Վերևը հռչակագրային գրած է, որ ժողովուրդը կարա նախաձեռնի ու հանրակրվե անի, բայց դա կասма չէ։ Հենց որոշես, կգաս կհարցնես պարլամենտին, նույնիսկ 300,000 ձեն հավաքելու դեպքում, նույնիսկ 500,000 ստորագրություն հավաքելու դեպքում, կգաս կհարցնես պարլամենտին, պարլամենտը թույլ կտա կանես, չէ։ Մեր սահմանադրությունն է, ամենագրած։ Պարլամենտել ովքեր են 4 հոգուց կա, 4 հոգու թիմերը, եւ այս 4 հոգին ոնց ասել, այդ թիմերը տենց էլ անելու են։ Այսինքն ըստ մեր սահմանադրության, որպիսի քաղաքացին 500,000 ստորագրություն հավաքելուց հետո հարցը տանի հանրակրվեի, նոր սահմանադրության մասին եմ խոսում։ Պետք է այս 4 հոգին դաբրոտան։ Հենց այս 4 հոգու անունները չի գրած, բայց տեխնոլոգիան այնպիսին է, որ սա է մեր սահմանադրությունը։ Սրանից ոչ աճ կարասանես, ոչ ձախ։ Ուրեմն ինչ պետք է արվի, հարգելի քաղաքական ուժեր, հարգելի հանրային գործիչներ, հարգելի քաղաքացիներ,
հատկապես Երևանում, որ 42%-ով ընդամենը Նիկոլ Փաշինյանի ձայն տվեցիք եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որ 50%-ից պակաս ձայն տվեցիք Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն իշխանափոխության պահանջ մարդկանց մոտ կա։ Մարդկանց մոտ կա իշխանափոխության պահանջ։ Ձեր ցավը տանեմ։ Նույն բանն ալնելու այդ իշխանափոխությունից հետո պետքա գլխանց դեմից սահմանադրությունը փոխվի։ Որ այս սահմանադրությամբ ոնց էլ անես, գործող իշխանությունը վերարտադրվելու է։ Դրա համար Սերժ Սարգսյանը անցած 21 թվականի ընտրություններին ասում էր պետք չի մասնակցել, բայց այսպես վերջը փոշմանեցին, մասնակցեցին սիրտը կախ։ Իսկ այս ընտրություններին ընդհանրապես չմասնակցեց։ Գիտես խի, որտեվ հաշվարկ ունի այդ մարդը, գիտի, հնարավոր չի։ Անհնար է այս համանadությամբ գործող իշխանություններին փոխել։ Անհնար է։ Մարդը դա գիտի։ Հիմա լավ։ Կարանք անենք, համանadությունը փոխենք։ Մենք հնուց խոսացել ենք սահմանադրության մասին, կան քաղաքական ուժեր, որ նույնպես խոսացել են սահմանադրություն փոխելու մասին։ Հանրային դաշինք նախաձեռնող խումբ կա, որը անհատներ կան, սրտացավ, որոնք սահմանադրությունը փոխելու հետ կապված էլի դիմել են տարբեր քաղաքական ուժերի, լրատվամիջոցների եւ այլն։ Հիմնականում դրա ժամանակը չի, արժևում ընտրություններ են եւ այլն։ Հիմա վсё անցավ, չէ՞ ընտրությունները։ Անցել ընտրությունները։ Կարակ այս գաղափարի շուրջ հավաքվեք։ Ու գիտեք, սա ինչով է նաև հեղափոխություն պլյուս իշխանափոխություն։ Որոր այդ սահմանադրությունը հանրաքվեի դրեցինք ու անցավ սահմանադրությունը։ Հարգելի քաղաքական ուժեր։ Այդ օրը գնում ենք Նիկոլ Փաշինյանին ու իր պարլամենտին, ասում են ժողովուրդ, ցրվեք նոր ընտրություններ պետք է անենք, նոր սահմանադրությամբ։ Այսինքն, առաջարկս հետևյալն է։ Համայն հայությանը, հանրությանը, քաղաքական ուժերին, ժողովուրդ ջան, եկեք նոր սահմանադրություն գրենք, նոր սահմանադրություն դնենք հանրաքվեի, այնքան լավը գրենք, որ ժողովուրդը այո քվեարկեն այդ հանրաքվեին, գանք Նիկոլին ասենք, հել հավաքվի գնանք էլ։ Այն հին սահմանադրությունն է քեզ պաշտպանում, պահում, երրորդ ժամկետ բերում, էլ չկա այդ հին սահմանադրությունը։ Ավելի խելոք բան չեմ կարող առաջարկել։ Կասեք, ինչքան խոչընդոտներ կան այս ճանապարհին, այո, կան, բա երկիր կառուցելը դժվար է։ Մի երեխա ունենալու համար հələ գնացեք մայրերին հարցրեք, այդ 9 ամիս հղիությունը։ Դրանից հետո այդ երեխեքի համար անհունքում գիշերներ, ինչքան ծանր է անցել։ Խի հեշտ է, հեշտ չի։ Բա ուզում եք երգիրը սենց միանգամից մանանայի պես թափվի գլխներիս ու ամեն ինչ օքեյ։ Երկու սահմանադրական հոդված կա, որոնք անփոփոխ են, այսինքն բացարձակ են։ Մնացած բոլոր սահմանադրական հոդվածները կարելի է փոխել։ Ճիշտ է։ Հիմա թե նոր սահմանադրություն ենք առաջարկում, հեսա մանրամասներին կանդրադառնամ։ Մի 5-10 րոպե էլ դիմացեք։ Այդքանից կավարտեմ էլի։ Եթե նոր սահմանադրություն ենք առաջարկում, ապա այն հին սահմանադրությամբ ոչ մի դրույթ կարանք չպահենք։ Ոչ մի դրույթ։ Պահում ենք մի բան։ Հայաստանը անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, էլ ինչ կար։ Ոչ ոք ազատ երկիր է, այսի մեկ եւ երկրորդ հոդված։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, անհատի կամ խմբի կողմից իշխանության զավթումը հանցագործություն է, ժողովրդի իշխանությունը իրացնում է հանրաքվեներով։ Վсё։ Հանրաքվեով իշխանությունը իրացնում ենք։ Գնացինք հանրաքվեի։ Վсё, գնում ենք հանրաքվեի։ Ստե մի հատ հարց կա, որ կարան ասեն, ախպեր Նիկոլն էլ է տենց բան ուզում անի, եթե տենց հարց կլինի, ես ասեմ, մենք որպես հիմնադիր ազատակար քաղաքական միավոր կամ ոչ ֆորմալ կուսակցություն, մենք սահմանադրության նախագիծ դրել ենք, Նիկոլը հենց այդ նախագիծն էլ չի հրապարակել։ Սրա մասին չի խոսքը։ Նիկոլը տենց բան չի գրելու, որ իր շահերին վնաս լինի։ Ու տենց բան չի գրելու, որը Ադրբեջանի հետ հարմար չլինի։ Այնպես որ չենք նստում սպասում, Նիկոլը մի օր բերի, մենք ասենք այո կամ ոչ։ Մենք ինքներս հայ քաղաքական միտքը, որքան էլ որ քննադատում ենք, հայ ժողովուրդը, հայ ինտելիգենցիան, հայ աշխատավորը, էլ ոնց ասեմ, այդքան արժանի է, որ ոչ թե նստենք մենք ասենք այո կամ ոչ, այլ մենք բերենք առաջարկենք մեր տարբերակը։ Սահմանադրությունը պետք է փոխվի։
Ընդ հրճակագրի հարցն է, մի հատ լուծում եմ առաջարկում, սա իմ անձնական կարծիքն է, որովհետև հեսա շարունակությունում կտենակ, որ ես այս գործի մեջ մի փուճուր մասնիկ պետք է լինեմ ընդամենը, եթե լինեմ, պետք է լինեմ, չեմ կարող չլինեմ, բայց որպես մի փուճուր մասնիկ։ Հիմա նայեք, նախաբանի հարցը կարա խանգարի, օրինակ հիմա Նիկոլը որ սահմանադրություն է բերում, որ նախաբանի միջից անկախության հրճակագրի մասին հղումը հանի։ Ես նույնիսկ կառաջարկեմ այդ օրը հանրաքվեի օրը մի հատ տեքստ ենք առաջարկում, մի հատ այդ հրճակագրի հարցը փոխել, թե հրճակագիրը թողել։ Երկու հատ։ Ժողովուրդը թող հանրաքվեով էդի հաստատի։ Օրինակ ես սենց առաջարկ եմ անում, որ չխանգարի, այսինքն այդ Ադրբեջանի պահանջը մեր ճիշտը փնտրելու եւ ճիշտը գտնելու, մեր ճիշտ կարգը ապրելու, որոշելու հարցում մեզ չխանգարի։ Ոչ ասեկոսեների, ոչ շահարկման, ոչ մի բանի առիթ չդառնա։ Այդ կարանք ընդհանրապես որպես առանձին հարց դրենք քանակվեի։ Նախաբանում պետք է լինի հրճակագիրը, թե չպետք է լինի։ Թող էդի գնան որոշի ժողովուրդը կամ դրա շուրջ թող առանձին քարոզարշավ տանեն, տարբեր ուժեր։ Մեզ պետք է նորմալ, մարդավարի սահմանադրություն։ Իրավաբաններն ունենք, սահմանադրագետներն ունենք, չնայած շատ դժգոհ եմ, լավ, նրանք եք ասեն մենք բժիշկներից ենք դժգոհ։ Մի խոսքով ժողովուրդ պետք է հավաքվենք։ Քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, հանրային գործիչները, իրանց արժեքային եւ քաղաքական, այսպես ասած, կարծիքը, տեսանկյունը կամ պատվերը կներկայացնեն։ Այ մենք սենց ենք պատկերացնում։ Իրավաբանները, սահմանադրագետները իրանց կարծիքը կներկայացնեն, բայց սահմանադրագետներն ու իրավաբանները այդ ամեն ինչին, այդ քաղաքական պատկերացումները եւ այլն միսու արուն կտան ու կդառնա նոր սահմանադրություն։ Սկզբում կորոշվեն հիմնական սկզբունքները։ Օրինակ, իշխանությունը թևերի բաժանված պետք է լինի, թե պետք է լինի միաձուլված։ Անգլիական մոդել, իշխանությունների միաձուլման մոդել։ Թագավոր ունեն իրաց թույլ են տալի։ Հիմա կարող է մեկ էլ որոշենք, որ պետք է միաձուլված լինեն։ Բաժանված են բաժան։ Սուբսիդիարության սկզբունք հարգվում է թե չէ։ Տեղական ինքնակառավարում, մարզային ինքնակառավարում, ռեգիոնալ ինքնակառավարում եւ հանրապետական կառավարում, կենտրոնական կառավարում, մակարդակների բաժանում են թե չէ։ Մի քանի սկզբունք, բանակի հետ կապված եւ այլ, մի քանի սկզբունք, ոտից գլուխ մի 30-ից 50 հոդված։ Ոչ ավել։ 30-ից 50 հոդված։ Նույնիսկ կարելի է մեծ հոդվածներ գրել, ամեն հոդվածից մի քանի կետ լինի։ Օրինակ, բայց ելի եմ ասում, սա իրավաբանները եւ այլ սահմանադրագետներ եք ասում։ Ոնց է որոշվում այդ ով պետք է որոշի, որտեղ դա կարևոր հարց է, ով պետք է որոշի, ինչ իրավունքով պետք է որոշի։ Ինչի օրինակ Արման Թաթոյանը պետք է սահմանադրություն գրի, մանրաշնորհակը գնա քվեարկի։ Որովհետև կազմում ենք ցուցակ։ Սահմանադիր ժողով, դա մարդիկ են, ովքեր որոշում են սահմանադրությունը։ Այդտեղ կան համ մասնագետներ, համ քաղաքականներ, համ։ Ենթադրենք մի 30-50 հոգի, թեև շատ է։ 3 հոգին էլ կարան սահմանադրություն։ Բանց ենթադրենք մի 30-ից 50 հոգի։ ԱՄՆ սահմանադրությունը 30-ից 50 հոգով են գրել։ Այն թվերին, որ вообще աշխարհում սահմանադրություն չկար։ Հիմա ինչքան այդ գիտությունը զարգացել։ Որոշակի ձևով քվեարկում ենք, համաժողովրդական քվեարկություն ենք անում, կամ on-line քվեարկություն ենք անում։ Քվեարկում ենք, ընտրում ենք այդ 50 հոգու, ովքեր են, որ պիտի սահմանադիր ժողովի անդամ լինեն։ Սահմանադիր ժողովի անդամները ամեն հոդված կամ 2-3 հոդված գրելուց, քննարկելուց գալիս են լրատվամիջոցին։ Օրինակ, ենթադրենք որոշում է, երկիրը պետք է լինի նախագահական, թե խորհրդարանական։ Մի շաբաթ 10 օր կան մի քանի sense կարևոր հարցեր, շատ կարևոր հարցեր, որոնք ասենք, չգիտեմ, մի 5-7 հոդված sense շատ կարևոր հոդվածներ են։ Այս որոշը կամ պարլամենտը պետք է լինի երկպալատ, թե միապալատ, կամ սփյուռքը պիտի երկքաղաքացիները պիտի ունենան առանձին մանդատներ, թե չպետք է ունենան։ Սենց հարցերը օրեր շարունակ եթերում հարցազրույցներով, դեբատներով, հանրային կարծիքը լսելով հայտարարում այսօր քննարկում ենք ենթադրենք նախագահական թե խորհրդարանական։ Մի շաբաթ 10 օր էդի քննարկեցինք, այն մյուս 10 օրը քննարկում ենք։ Ամբողջ ազգը մասնակցում է այս քննարկումներին, լսում է, սովորում է, իրավաբանները ներկայացնում են, սահմանադրագետները ներկայացնում են, քաղաքական գործիչները ներկայացնում են, քննադատում են, ուժեղ եւ թույլ կողմերը ամեն արգումենտի ներկայացնում են։ Մի խոսքով, մի գործընթաց, քաղաքական մեծ գործընթաց, որի անունը կդնենք սահմանադրական հեղափոխություն, երգիրս, այն մարդիկ, ովքեր եկան
նախ բարձր մասնակցություն ցույց տվեցին 59%, համարյա 60%։ Այս մարդիկ արժանի են, որ մի հատ լուրջ մեծ քաղաքական գործընթաց գնա երկրում, իրանք են լինեն դրա մասնակիցն ու ականատեսը։ Այս ժողովուրդը արժանի է դրան։ Եվ իմ կարծիքով էլիտաները ավելի ֆունդամենտալ, ավելի մեծ բան չեն կարող տալ մեր ժողովրդին, քան նոր, ճիշտ, լավ սահմանադրությունն է։ Ոչ թե իշխանությունները դա պետք է անեն, ովքեր արդեն իշխում են, ու նրանք գրելու են այնպես, ոնց որ իրանց հաձեր տալի։ Ոչ թե դրսից մեզ պիտի թելադրեն, օրինակ, Ադրբեջանից կամ Եվրամիությունից կամ Ռուսաստանից։ Մենք ինքներս պիտի հավաքվենք, քարը փեշներիցս թափենք, նստենք, լծվենք այս գործին։ Հոդված առ հոդված, հատկապես ասում եմ 7-10 հոդված կրին, որ շատ կարևոր է։ Հանրային քննարկում ամիսներ շարունակ։ Ներկայացնում ենք, բացատրում ենք, սահմանադիր ժողովը որոշումը կայացնում է, սահմանադրությունը ամբողջացնում է, ստորագրահավաքը անում ենք, եթե օնլայն լինի, նույնիսկ կարանք մի քանի 100,000, 300,000, 400,000, 500,000 ստորագրահավաքը անում ենք, դիմում ենք իշխանությունին, դա կարա տևի 6 ամիս, դա կարա տևի մի տարի, դա կարա տևի 2 տարի, բայց այսօր որ սկսենք 2 տարուց ավել չի տևի։ Դիմում ենք գործող իշխանությունն, ասում ենք ընկեր, այսքան ստորագրահավաքով իշխանությունը պատկանում է ժողովրդին, այսքան ստորագրահավաքով այդ ժողովրդի իշխանությունը պահանջում է հանրակրվե։ Ըստ օրենքի պիտի պարլամենտը 2/3-ով հաստատի, կհաստատի լավ, չի հաստատի, ասում ենք ընկեր, մեզ համար մեկ է, ձեր պարլամենտը այլևս կասկածելի, վիճելի պարլամենտ է, վիճելի սահմանադրությամբ։ Մենք նորը ստեղծել ենք եւ մեծ ժողովրդական աջակցություն ու լեգիտիմություն ունի։ Հասնում ենք դրան, բացատրում ներկայացնում ենք։ Բոլոր քաղաքական ուժերը սրան մասնակցում են։ Բոլոր քաղաքական ուժերից ստեղ մասնակցություն ա լինում։ Բոլոր հանրային շերտերից ստեղ մասնակցություն անում, բոլոր ոլորտերից մասնակցություն անում։ Ստեղ հազարատ բան են քննարկելու, մեծ վեճեր ա լինելու ստեղ, մեծագույն վեճեր։ Խռովելու ենք, թշնամանալու ենք, բարիշելու ենք, հաշտվելու ենք, բայց ստեղծում ենք նոր սահմանադրություն։ Դնում ենք հանրակրվեի։ Հանրակրվեն որոշեց, որ այդ սահմանադրությունը ճիշտ է, իսկ եթե մենք լավը ստեղծենք, շատ լավը ստեղծենք, ժողովուրդը դա կընդունի։ Մերսի Նվարդ ջան, մերսի։ Ճիշտն ասած մտածում էի գրեմ քեզ, զանգեմ քեզ, ասում էի ոնց կգնահատական կտաս, որտեղ Նվարդի կարծիքն էլ ինձ համար ընդհանրապես հանրային դաշտում լուրջ է։ Միշտ չեմ որ դրա մասին խոսում եմ, բայց իմ համար դա կարևոր էր, այս գնահատականը կարևոր էր։ Ուրիշ բան չկա անելու։ 2 տարի հետո, մի տարի հետո, ես կարողam մինիմում ինձ թվում է մի տարի պետք է։ Մարդկա կարող ասի 6 ամիս։ Սա դնում ենք հանրակրվեի եւ հայտարարում ենք ընտրություններ երկրում։ Նոր սահմանադրական կարգով, որտեղ այս ամբողջ հիբրիդային բան Եվրոպային դուր գա, սրան դուր գա, նրան դուր գա, այ սկզբում մեզ պետք է դուր գա։ Չնայած դες չի որ մենք լավ բան ստեղծենք Եվրոպան ասելու է, ինչ է կարը։ Դες չի լինելու։ Լավ բան ստեղծենք Եվրոպան կասի, լավ։ Ձեզ դες դուր է գալի, հա։ Լավ։ Որ լավ բան ստեղծենք Ռուսաստանը կասի, ձեզ դες դուր է գալի։ Հա գնացեք արեք այ ախպեր։ Դուք ձեր ներքին հարցը։ Ալիևի հետ ինչ կա, Ալիևին այդ նախաբանի հարցն, այդ էլ առանձին կդնենք։ Մի հատ հարցել այդ կլինի։ Համաձայն եք, որ անկախության հռչակագիրը հանվի, համաձայն եք, որ մնա։ Օրինակ եմ ասում, կարող է մարդիկ գան ասեն համաձայն չենք, սենց էդի հարցի դնելու չի, էդի չի փոխվում եւ վերջ։ Այս տարբերակն էլ կա լինի, բայց դա արդեն քաղաքական process-ների, բանավեճերի, քննարկումների առարկա է։ Ես այն տարբերակն եմ նախընտրում, որ մեծ գործը չտուժի, նոր սահմանադրության ստեղծումը չվիժեցվի նախաբանում եղած 2 բառի համար, 1000 ներողություն, որ սենց եմ խոսում, որովհետև ինձ համար Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականը ոչ թե 91 թվականի անկախության հռչակագիրն է, այլ 1918 թվականի այն խեղճ ու կրակ գիրը, որ վсё ցարական Ռուսաստանը քանդվել է, մենք մնում ենք բանը հայկական գավառների վրա որպես իշխանություն։ Այդ խեղճ ու կրակ գիրը, այդ ախպեր մեր ծննդյան վկայականը։ Ով ասաց որ մեր ծննդյան վկայականը, այո մեր երկիրը Քրիստոս որտեղ ծնվավ։ Գոմում, Ախորում ծնվավ։
Բոլորը պատկերացնում են, որ Աստծո որդին պետք է ոսկե ջրած, ադամանդազարդ, ինչ որ սրահներում ծնվի, չէ, ախպեր գովում ծնվավ։ Անասունների մեջ ծնվավ, անասունների հետ ծնվավ։ Հետո մեր երկիրները տենց է ծնվել, գովում է ծնվել։ Մեր անկախության հռչակագիրը տենց փառահեղ բան չի, ասում է, գրած է երկու տող, ասում է, всё, անտերա մնացեք, Կովկասը, ցարական Ռուսաստան, չկա հայկական գավառների վրա մենք մնում ենք որպես իշխանություն։ Պրիտոմ էդի ամսաթիվն էլ տարբեր է, ընդունում ենք, որ եղել է մայիսի 28-ին։ Բայց դրանից առաջ մաքուր ծննդյան ցավերով, երկունքի ցավերով ու արյունով եղել է Սարդարապատ, եղել է Ղարաքիլիսա, եղել է Բաշապարան, մաքուր, որտեղ Ղարաբաղցիները առաջի շարքերում են եղել ու հենց պատրաստել Ղարաբաղցիների մոտիվն է եղել, Մելիքբեկ, Փիրումյան եւ այլն։ Նրանց մոտիվացիան է եղել, որ դեմ ենք տվել, ոչ թե նահանջել են։ Էս էլ ուղղակի էլի ձեռի հետ։ Էսա ձեր ցավը տանեմ։ Էդ այն համար ծննդյան վկայական։ Դրա համար էլի, այս մեծ գործը պետք է արվի, բայց էլի դոգմա չի, ես ոչ ճշմարտության գագաթնակետ եմ, ոչ էլ Աստծո խոսքն եմ ստե ներկայացնում։ Թեև կարծում եմ Աստծո շունչը կա այս խոսքիս մեջ։ Որոշում ենք, ուսանում ենք։ Մեդիա ռեսուրսներին տիրապետում են քաղաքական, մի քիչ կարա Սերժ Սարգսյանի հետ կապված խնդիրներ լինի, ինչի որտեղ կասեն, էսի Սերժի գրած սահմանադրությունը ախպերում գրազնավոր է։ Հիմա պետքա վերանայել։ Պետքա վերանայել։ Այս Շուրիկի ասած, Սերժ Սարգսյանի համար եմ սա հատուկ ասում ու հանրապետականների։ Շուրիկը Նինայի դեպքում ոնց ասում։ Ասում է, ես եմ Նինային փախցրել, միամիտ օգնում է փախցնում են։ Ես եմ նրան փախցրել, ես էլ նրան հետ կբերեմ։ Ահա, Սերժ Սարգսյանն էլ թևերը քշտում է իր կադրերով, իր կոլեգաներով, ինքն է խառնվում է, սաղ են խառնվում է թեմայի մեջ։ Ով չի ալարում, ով տաղանդ ունի, ով մասնագիտական պատրաստվածություն ունի, ով նյուխ ունի, հոտառություն ունի այս թեմաների հետ կապ, կպնենք էդի անենք մի հատ սահմանադիր ժողով ենք ձևավորում ընտրություններով, այդ թվում օնլայն, ես ասում հնարավորինս մեծ մասնակցություն ապահովելով։ Եվ այդ հարցով սկսում ենք զբաղվել։ Սրանից լավ հեղափոխություն չի կարելի կազմակերպել։ Խաղաղ, բարի, հանդարտ, թավշե, ինչ թավշե այ մարդ։ Ինչ թավշե, խիպտի հերթը հասնի, թավշե է, թե ոչ թավշե է։ Սիրուն, սահմանադրությունը երկու հոդված ունի, միայն այդ երկու հոդվածի վրա հիմնվելով։ Իրավաբանները կասեն Հայկ ջան, բա այս հոդվածը թույլ չի տալի, այս հոդվածը սենց են, հոդվածը սենց, ախպեր այդ սահմանադրության մեջ երկու հոդված կա, որը անփոփոխելի է, որը անջնջելի է։ Այն մնացածը կարելի է փոխել։ Ուրեմն հիմնվելով այդ երկու հոդվածի վրա ստեղծում ենք նոր սահմանադրություն։ Всё։ Ներկայացնում ենք հեղափոխությունը։ Всё։ Հանրաքվեով էլ ասնում է, Նիկոլենց ասում ենք տղեկ, դուրս եկեք։ Դուրս եկեք կամ էլ նորից ընտրության մասնակցեք, բայց ոչ Նիկոլով։ Եկեք մասնակցեք։ Կարանք այսքան բան անենք, կարանք կազմակերպեք, ինձ թվում է կարանք։ Մտածեք այս մասին, խնդրում եմ այս տեսանյութը տարածեք, հատկապես քաղաքական ուժերին։ Խնդրում եմ ձեզ պրագմատիկ մի դիրքավորեք, որ արա դե դժվար ես իմ ավելի լավ մանդատը կվերցնեք, չեք վերցնի, կմտնեք պարլամենտ, չեք մտնի։ Եթե լծվեցիք այս մասշտաբային մեծ գործին, երկրի հիմքերը դնող, երկրի հիմքերն ամրացնող այս մեծ գործին, եթե լծվեցիք այս գործին, ոչ մեկ ձեզ չի ասելու մանդատը խի եք վերցրել, մանդատը խի եք դրել, ընչի միտինգ չեք անում, ընչի փողոց չեք փակում, ոչ ոք ձեզ չի ասելու։ Ոչ մինես ռիսկային բան չեք անելու, որ գան ձեր ձեռից սեփականություն վերցեն։ Սեփականություն կվերցեն։ Սահմանադրության մեջ սեփականության իրավունքը լենց են կամրագրում, որ վաղը մի բան էլ պետությունը փոխհատուցում տա։ Եթե սխալա խլե, զորբայությամբ է պետությունը խլե, վաղը փոխհատուցում է տալի կամ քո սեփականությունը քեզ է վերադարձնում։ Իրար եկեք ախպեր։ Խառնվեք ձեր կադրերին, ձեր կադրային բազան, մենակ նենք բան չանեք, հետին մտքով, կռիսական, տես բան չանեք, եթե ուզում եք իսկականից երկրի համար, քելեք ես քայլն անենք, երկրի ֆունդամենտը ձգենք, ամրացնենք, տենց էլ նոմա, չէ, հինտունա, բանա, ֆունդամենտը մակերեսայինա, խորացնում են, եկեք անենք, սա եմ առաջարկում, եկեք եսի սարքենք օրակարգ, ու էսին ես չի, որ ես մեր տնից եմ բերել այս գաղափարը,
Համոզված եմ բազմաթիվ քաղաքական գործիչների ուղեղում էսի նստած է, բայց թե հիասթափությունը, թե չգիտեմ ինչ, թույլ չի տալի որ ասեն հա դե քել անենք։ Մտածում են որ չի լինի, մտածում են որ հնարավոր չի, հնարավոր է։ Հնարավոր է։ Չի լինի չլսեն, չենք կարա չլսեն։ Այդպես բաներ մի ասեք, հելեք անենք։ Ես էլ պատմեմ ու ավարտենք։ Երևանի հիվանդանոցի ռեանիմացիայում հերթապահ եմ, ուսանող եմ։ Երկրորդ կուրս եմ, երրորդ կուրս եմ, մի խոսքով։ Մեկ էլ բուժքույր եմ, ուրեմն տրուբկայով, ինտուբացիոն տրուբկայով հիվանդը արհեստական շնչառության ապարատին է կցած, ժամանակ առ ժամանակ պարբերաբար պետք է հատուկ ածսոսով, այսպես ներծծել այդ տրուբկայից ներքև շնչափողում եղած խորխը, որ արտադրվում է, դե կոմայի մեջ հիվանդը չի կարա հազաբան, չի կարա անի, պետք է շնչուղիները մաքսել։ Ահագին բան դա, շատ արագ պետք է անես, անջատես ապարատից, մի քանի վայրկյան, շուտ մաքրես, նորից միացնես ապարատին։ Այդ մաքրելու ընթացքում էլ հազա դրթվում բան, ասենց։ Մի խոսքով դա բավականին տենց համենայնիվ սկսնակի համար, կյանքում այդ բանը չտեսածի համար։ Մեկ-երկու անգամ տեսնում եմ ոնց է բուժքույրն անում, մեկ էլ երրորդ անգամ նստած եմ պոստում, հետևում եմ ինչ անում, ոնց անում, գործի է դնում անում եմ, չի դնում չեմ անում։ Մեկ էլ մոտեցավ որ պետք է բացի, մեկ էլ սենց նայեց ինձ ասեց. «Կուզես դու մաքրես, այդ ածսոսն անես»։ Ասի կյանքումս չեմ արել։ Ասեց ես քեզ չեմ հարցնում, արել ես, չի արել, ասում ուզում ես անես։ Ասեց հա, ասեց դե արի արա։ Ինքը գլխիս կանգնած, որ հանգած մի բան չպետք չլինի, շատ արագ։ Դրանից հետո արդեն սովորացել էր, իրանք հանգիստ նստում էին, մենք որպես ուսանող շատ արագ օպերատիվ այդ գործողությունն անում էինք։ Չգիտեմ, ինչքանով է տեղին այս պատմություն պատմելը, բայց ուսանողական տարիներից ու հատկապես Երևանի հիվանդանոցում այդ պրինցիպը կար։ Քեզ չէին հարցնում կարում ես թե չես կարում, քեզ հարցնում էին ուզում ես թե չես ուզում։ Որովհետև ցանկության դեպքում ամեն ինչ կարելի է սովորել ու ամեն ինչ կարելի է իրագործել, բայց ցանկության դեպքում, մոտիվացված լինելու դեպքում։ Հիմա այդ հարցը եկեք մոտենանք sense երևանյան ստիլով։ Ուզում ես անես, թե չես ուզում անես։ Ես ուզում եմ։ Դուք ուզում եք, գիտեմ դուք էլ եք ուզում։ Հիասթափված եք եւ այլ, շուխուր արեք։ Ընդամենը մտնցնենք այս հարցը օրակարգ որպես գլխավոր թիվ 1 հետընտրական զարգացում։ Եթե սրան զուգահեռ Նիկոլը կգակասի ես սահմանադրություն եմ բերում, բան կասենք մի րոպե ապե։ Նախ պետք է սահմանադրի ժողովը ընտրվի։ Սահմանադրի ժողովը դա ոչ միտեղ գրանցած չի որպես մարմին, որովհետև ոչ միտեղ չի պլանավորվում, որ սահմանադրությունը տոտալ փոփոխության պետք է ենթարկվի, բացի այդ երկու հոդվածից։ Մենք գնում ենք տոտալ փոփոխության։ Սա անում ենք սերունդներն էլ մեզի կորհնեն զատո այդ աշխատանքի համար։ Իսկ այն սերունդը, որ դա կանի, կկոչվի հիմնադիր սերունդ, որովհետև այդ նոր սահմանադրական կարգը հիմնադրողները կլինեն։ Ես ձեզ պատմության մեջ մնալու ընտիր առիթ, եկեք անենք։ Չեմ ասում կարանք թե չենք կար, ասում եմ ուզում եք, թե չեք ուզում, թերևս այսքանը։ Շնորհակալություն, ամենալավ բաները, մի շնորհ հանդիպում, առաջիկայում, հիդեպ Էդմոն Մարուքյանին արդեն զանգել եմ, երկու բառով ասեմ, Էդմոն Մարուքյանին արդեն զանգել եմ, Հայ Դորունցի հետ հանդիպել եմ, հիմնադիր հանրային դաշինք, այդ սահմանադրության փոփոխության հետ կապված, այդ նախաձեռնության հեղինակն է կամ հեղինակներից է, Հայկի հետ հանդիպել եմ, Էդմոն Մարուքյանին զանգել եմ, վաղը հարմարացնենք, հանդիպենք, մի հատ քննարկենք այս հարցը։ Արման Թաթոյանից հեռախոսահամարը վերցրել եմ։ Կարծում եմ Արփինե Հովհաննիսյանին էլ պետք է այս հարցով դիմել։ Ուզում եմ առաջի հերթին քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ այս թեմայի մեջ իրախ իրանց գնահատականը տան կարծիքը հայտնեն, մի քիչ նվնվան, որտեղ կարծում եմ թե դա լինելու է անպայման, ինչքան մարդը շատ գիտի, այնքան ավելի այսպես ծանրու մեծ է, երկար է գցում բռնում, տերանք ինչ է ստացվում։ Կկապնվեմ, ես էլ խի ասեցի, կկապնվեմ, կասեմ, ինչ եմ խոսացել, ինչ եմ պայմանավորել կամ ինչ եմ քննարկել Էդմոն Մարուքյանի հետ, Թաթոյանի հետ, Արփինե Հովհաննիսյանի կոնտակտները չունեմ ու հələ որ մի քիչ
մտածում եմ այս երկուսի հետ խոսամ, տեսնեմ ինչ են ասում, հետո նոր Թաթույանի հետ եկող շաբաթ պետք է զանգեմ հանդիպենք։ Ну, այսքան բան, թերևս այսքանը։ Ժողովուրդ ջան, քարը փեշներիցս թափենք, ձեռի տանք մեր երկիրը կառուցենք, սարքենք, մի կողմ թողնենք բազմաթիվ նեգատիվ բաներ ու տենանք ինչ ենք անում։ Թե չի ամեն անգամ ֆռալ ասել, դե սահմանադրությունը տենց է, դե հիմա տենց է, դրա համար էլ սենց է, այդտենց չի լինի։ Всё։ Բարի գիշեր, միշտ նոր հանդիպում։